Բնական մեխանիկայի դասընթացի 6-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախորդ 2-3 դասախոսությունների ընթացքում մենք ուսումնասիրեցինք ազատության 1 աստիճանով համակարգերը ու հիմնական եզրակացություններն էր, որ նրանց համար համարյա ամեն ինչ կարող ենք բացահայտ գտնել, այսինքն հետագծերը, դրանց որակական հատկությունները եւ այլն։ Արդեն երբ ազատության աստիճան հավասար է 2-ի, արդեն նման բան հնարավոր չի, այսինքն ամեն խնդրի համար պետք է իր համար ինչ-որ եղանակներ գտնենք լուծելու համար, այսինքն հետազոտելու համար։ Ուրեմն այսօր կարող ուսումնասիրենք այդ տեսակ համակարգերը, մի փոքր ընդհանուր տեսություն եւ մի մասնավոր դեպք։ Ուրեմն այս 5-րդ բաժինն է ազատության 2 աստիճանով համակարգեր։ Ուրեմն ուսումնասիրում ենք նույն տեսքի խնդիր, բայց ենթադրելով, որ x-ը պատկանում է R2-ին։ Կարող է լինել նաև R2-ում ինչ-որ մի հատ տիրույթ, բայց որովհետեւ ամեն ինչ պարզ լինի, ենթադրենք, որ x-ը պատկանում է R2-ին։ Ուրեմն ինչն է տարբերությունը ազատության 1 աստիճանով համակարգերի հետ համեմատած։ Տարբերությունն այն է, որ ստեղ մենք պարտավոր չենք ունենալ պոտենցիալ էներգիա։ Ուրեմն երբ x-ը պատկանում էր R1-ին, մենք կարող ենք ներմուծել ux-ը, որը f-ի նախնականն էր, ասենք 0-ից x fs ds, այդ դեպքում համակարգը ստանում էր հետևյալ տեսքը, x 2 կետով գումարած ու շտրիխ x-ը հավասար է 0-ի, եթե սա բազմապատկում ենք x կետով, ստանում ենք x 2 կետով անգամ x կետով գումարած ու շտրիխ x անգամ x կետով հավասար է 0-ի, ու ստեղից մի անգամից ստանում ենք էներգիայի պահպանման օրենքը, որը եւ հնարավորություն է տալիս լուծելու համարյա բացահայտ ձևով այս խնդիրը։ Այսինքն ամեն ինչ որոշվում է սկզբնական էներգիայով, այս արտահայտության արժեքով սկզբնական պահին, ստանում ենք առաջի կարգի հավասարը, որը կարողանում ենք լուծել։ Երկրորդ կարգի, երբ x-ը պատկանում է R2-ին, ինչ կարող ենք ասել, ասենք ենթադրենք, թե fx-ը, եթե այս f-ը վեկտորական դաշտը R2-ի վրա ինքը ունի պոտենցիալ, այսինքն եթե fx-ը հավասար է մինուս գրադիենտ ինչ-որ մի ֆունկցիայի, ուրեմն ստեղ ինչպես միշտ ես չեմ հիշատակում ոչ մի ողորկություն բոլոր ֆունկցիաները այնքան ողորկին, ինչքան որ մեզ անհրաժեշտ է ինչ-որ հաշվումներ անելու համար։ Այսինքն ողորկությունը ընդհանրապես խնդիր չի մեզ համար, միշտ ենթադրում ենք, որ ամեն ինչ ողորկ է։ Ուրեմն եթե սա ճիշտ է, ապա ելի ինչ-որ բաներ կարող ենք ասել, եթե ես գրեմ այդ նույն համակարգը, արդեն այս նման հաշվարկ կարել ենք, բայց մի հատ նորից անենք վերհիշելու համար։ Ուրեմն x 2 կետովը գումարած նաբլա u կախված x-ից հավասար է 0-ի, ստեղ մենք սկալար ֆունկցիաներ էինք բազմապատկեցինք, հիմա վերցնում ենք սկալար արտադրյալը, այս վերցնենք այս հավասարման սկալար արտադրյալը x կետովի հետ, ուրեմն կստացվի x 2 կետով սկալար կամ ներքին արտադրյալ x կետովի հետ, գումարած գրադիենտ ու x անգամ x կետով սկալար հավասար է 0-ի, այս էլ դժվար չի հասկանալ օգտագործելով այն փաստը, որ սկալար արտադրյալը գծային է ըստ իր արգումենտների, որ սա հավասար է ածանցյալ, ուրեմն ստացվում է 1/2 արագության բացարձակ արժեքի քառակուսին գումարած ու x։
Սա հավասար է 0-ի։ Այսինքն էլի ունենք էներգիայի պահպանման օրենքը, բայց ի տարբերություն մեկ չափանի դեպքի, սա բավական չի լուծումները բացահայտ գտնելու համար։ Բայց ինչ որ տեղեկություն է, որը կարող ենք օգտագործել հետազոտության համար։ Հիմա հարց է առաջանում, թե այս սրա համար ինչ է պետք։ Երբ է վեկտորական դաշտը հարթության վրա ինչ որ մի ֆունկցիայի գրադիենտ։ Ուրեմն եթե այս հավասարությունը մենք գրենք, ավելի մանրամասն կստանանք, որ f1-ը հավասար է մինուս d1-ու և f2-ը հավասար է մինուս d2-ու։ Ստեղ ուրեմն dg-ով նշանակում եմ ածանցյալը ըստ g կոորդինատի։ Ստեղից էլ հետևում է, որ եթե f1-ը մենք ածանցում ենք երկրորդ փոփոխականի նկատմամբ, f2-ը ածանցում ենք առաջի փոփոխականի նկատմամբ, ստանում ենք նույն արտահայտությունը։ Այսինքն, ստեղից մասնավորապես հետևում է, որ d2 f1-ը հավասար է d1 f2-ի։ Այսինքն, եթե վեկտորական դաշտը ունի պոտենցիալ, այսինքն ներկայացվում է ինչ որ մի ֆունկցիայի գրադիենտի տեսքով, ապա սա անհրաժեշտ պայման է։ Հիմա հարց արդյոք այս պայմանը բավարար է։ Ուրեմն սկսենք մի թեորեմից։ Ուրեմն f վեկտորական դաշտն ունի պոտենցիալ, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի այս հավասարությունը, որը մենք ստացանք, d2 f1-ը նույնաբար հավասար է d1 f2-ին։ Այստեղ կարևոր է, որ վեկտորական դաշտը որոշված է ամբողջ հարթության վրա։ Այսինքն, մի ուղղությամբ, եթե կա պոտենցիալ, ապա սա կա այդ ակնհայտորեն ճիշտ է ցանկացած վեկտորական դաշտի համար։ Կապ չունի ինքը որոշված է ամբողջ հարթության վրա, թե ինչ որ մի տիրույթի վրա։ Հակառակ ուղղությամբ, որ սրանից հետևում է պոտենցիալի գոյությունը, ճիշտ է միայն մասնավոր դեպքերում, մենք չենք խորանա, թե որ դեպքերում է ճիշտ, պարզապես հիմա կապացուցենք, որ եթե սա ճիշտ է ամբողջ հարթության վրա, ապա գոյություն ունի պոտենցիալ, ու կլինի խնդիր, որ ցույց կտա, որ եթե նույնիսկ մի կետ ենք անում, ապա կարող է ճիշտ չլինել։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն մենք ինչ ունենք, ինչ ենք ուզում ունենալ։ Ուզում ենք ունենալ հետևյալը, ուզում ենք, որ f1 x1 x2-ը հավասար լինի մինուս d1 ու x1 x2-ի։ Ընդորում ցանկացած x1 x2-ի համար։ Դե հիմա եթե ես ենք ուզում, ուրեմն ինչ պետք է լինի։ Պետք է ու x1 x2-ը հավասար լինի այս f-ի ինտեգրալի մինուս նշանով, ուրեմն մինուս ինտեգրալ 0-ից x1 f, ստեղ գրենք ասենք y x2 dy, բայց սրան ես կարող եմ ավելացնել ցանկացած ֆունկցիա, որը կախված է միայն x2-ից։ Ուրեմն եթե այս ֆունկցիան ես ածանցում եմ ըստ x1-ի, սա անետանում է, ստեղ էլ առաջանում է մինուս, ստեղ ես մոռացա գրել f1, առաջանում է մինուս f1, ոնց որ մենք ուզում էինք։ Ուրեմն եթե ում որոշված է այս բանաձևով, ապա առաջի հավասարությունը բավարարված է։ Հիմա նայենք, թե երկրորդի համար ինչ կարող ենք ասել։ Ուրեմն իջեցնեմ, որ ստեղ ոչի բան չեմ ասել ողարկության մասին, բայց ենթադրելու եմ, որ f-ը պատկանում է
C1 դասին։ Եկեք այստեղ առանձին գրենք, ուրեմն f-ը պատկանում է C1 դասին։ Մենք ուսումնասիրում ենք դիֆերենցիալ հավասարումներ, լուծումների գոյության համար գոնե C1 է պետք, հետևաբար միշտ ենթադրում ենք, որ վեկտորական դաշտերը գոնե C1 դասից են։ Հիմա ածացենք այս ֆունկցիան ըստ x2-ի, տեսնենք որ դեպքում է այս երկրորդ հավասարությունը տեղի կունենա։ D2 ուն x1 x2 կետում հավասար կլինի, քանի որ f1-ը եւ f2-ը c1 դասից են, ստեղ ես ինտեգրալի նշանի տակ կարող եմ ածանցել։ Ստացվի ուրեմն մինուս ինտեգրալ 0-ից x1 d2 f1 yx2 dy եւ գումարած c'(x2 ածանցեցի ըստ x2-ի։ Ուրեմն մինչև այս պահը ես այս հավասարությունը չեմ օգտագործել, հիմա օգտագործենք d2 f1-ի փոխարեն դնենք d1 f2։ Ուրեմն կստացվի հավասար է մինուս ինտեգրալ 0-ից x1 d1 f2 պետք է վերցնեմ y x2 կետում dy եւ գումարած այս c'(x2-ը։ Հիմա այս ինտեգրալը կարող եմ հաշվել, քանի որ արդեն ըստ առաջի փոփոխականի ածանցած։ Ինչ կստացվի, ուրեմն վերևի սահմանը կստացվի մինուս f2 x1 x2, ներքևում կստացվի ինտեգրալ չկա, կստացվի f2-ը 0 x2 կետում եւ գումարած c'(x2։ Հիմա ես ուզում եի ստանալ միայն սա, հետեւաբար սա պետք է լինի 0։ Այսինքն c-ն պետք է լինի այս f2-ի ինտեգրալը, էլի մինուս նշանով։ Ուրեմն վերցնում ենք c-ն x2-ը հավասար է մինուս ինտեգրալ 0-ից x2 f2 0y dy։ Այս պարզապես հաշվարկ էր, որ մեզ հնարավորություն տվեց ինչ-որ թեկնածու գտնել։ Հիմա այս կարող ենք այս ամեն ինչը մոռանալ ու ասել, սահմանենք ու x1 x2 հետևյալ բանաձևով։ ու x1 x2 հավասար է, ուրեմն ինչ-որ գրված էր վերևում, ընդ որում ստեղ արդեն հաստատուն ավելացնելու կարիքի չունեմ, քանի որ c-ն պարզ է, որ ում որոշված է հաստատունի ճշտությամբ։ Այսինքն նույն ինչ-որ մի հատ հաստատուն ավելացնելը բան չի փոխում։ Ստացվում է ինտեգրալ 0-ից x1 f1 y x2 dy հանած ինտեգրալ 0-ից x2 f2 0y dy։ Ուրեմն եթե սա հացանցում եմ սա ըստ x1-ի, s անետանում է, ստացվում է այն ինչ որ պետք է, եթե հացանցում եմ ըստ x2-ի, եկեք հաշվենք հացանցալը, չնայած նախորդ հաշվարկից կարող ենք եզրակացնել, բայց համոզվածնելու համար d2 ուն կստացվի ուրեմն մինուս ինտեգրալ 0-ից x1 d2 f1 yx2 dy եւ հանած f2 0y dy։ Ուրեմն սրա փոխարեն դնում ենք d1 f2, ինտեգրալը հաշվելուց հետո ստանում ենք այն ինչ որ պետք է։ Այսինքն մինուս f2։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ այս պայմանը հարթության վրա որոշված վեկտորական դաշտերի համար անհրաժեշտ է եւ բավարար, որպեսզի գոյություն ունենա պոտենցիալ։ Սրանով հավացույցը վերջանում է։ Հիմա խնդիր կառուցել f վեկտորական դաշտ, ասենք c1 դասից, որը որոշված է r2 հանած 0,0 տիրույթում,
Ուրեմն կառուցել է F, որի համար D1 F2-ը հավասար է D2 F1-ի, բայց պոտենցիալ գոյություն չունի։ Այսինքն նույնիսկ մի կետ անելով այս պայմանը արդեն բավարար չի լինում։ Լինում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար։ Կան հարցեր սրա մասին։ Շատ լավ։ Եթե չկան հարցեր, հիմա վերադառնանք մեր խնդրին, ուրեմն x2 կետովը հավասար է fx-ի, ընդ որում ես ենթադրելու եմ, որ f-ը ունի պոտենցիալ։ fx հավասար է մինուս գրադիենտ ու x։ Նախ առաջին հարցը, որ առաջանում է, արդյոք այս հավասարումը որոշում է ֆազային հոսք։ Ուրեմն այս հավասարումը, ինչպես ազատության մեկ աստիճանով հավասարումների համար ես կարող եմ գրել համակարգի տեսքով, x կետովը հավասար է y կետովը հավասար է մինուս գրադիենտ ու x, ինչպես արդեն տեսանք, կա էներգիայի պահպանման օրենքը, հիմա հարց է ծագում, թե արդյոք էներգիայի պահպանման օրենքից կարող եմ դուրս բերել ֆազային հոսքի գոյություն, այսինքն արդյոք բոլոր լուծումները որոշված են բոլոր տեղերի համար։ Ուրեմն հետևյալ թեորեմը տալիս է դրա համար բավարար պայման, թեորեմ, ուրեմն դիցուկ, ուն սահմանափակ է ներքևից։ Այսինքն, եկեք մանրամասնագրեմ ցանկացած x-ի համար ու x-ը մեծ է ինչ-որ c-ից, ապա գոյություն ունի ֆազային հոսք։ Մի հատ նորից ինչ իմացն է խոսքը։ Ես ունեմ դիֆերենցիալ հավասարում, ընդ որում վեկտորական դաշտը ողորկ է։ Ես ենթադրում եմ, որ ուն գոնե c2 դասից է, այսինքն ստանում եմ վեկտորական դաշտ, որը գոնե c1 դասից է։ Դիֆերենցիալ հավասարումների տեսությունն ասում է, որ ցանկացած սկզբնական պայմանի համար ունենք լուծում, որը որոշված է սկզբնական կետի, դե քանի որ ինքնավար է, կարող ենք սկզբնական կետը համարել 0, այսինքն ժամանակը 0, 0-ի փոքր շրջակայքում ցանկացած սկզբնական պայման ունի լուծում։ Ավելի ճիշտ հակառակը, ցանկացած սկզբնական պայմանի համար գոյություն ունի 0-ի փոքր շրջակայք, ժամանակի փոքր շրջակայք, որտեղ որոշված է համապատասխան լուծումը։ Հարց. արդյոք այդ լուծումը կարելի է շարունակել մինչև պլյուս անսահմանություն եւ մինչև մինուս անսահմանություն։ Թեորեմը ասում է հետևյալը. եթե պոտենցիալը սահմանափակ է ներքևից, ապա դա ճիշտ է, այսինքն բոլոր լուծումները կարելի է շարունակել մինչև պլյուս անսահմանություն եւ մինչև մինուս անսահմանություն։ Ոնց են ապացուցում լուծման շարունակելու հնարավորությունը։ Դրա համար կա թեորեմ, ուրեմն ապացույց, ուրեմն սովորական դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ անցնում են հետևյալ թեորեմը, եկեք գրենք հավասարումը, ընդ որում գրեմ ինքնավար դեպքում, քանի որ մեր դեպքում ինքնավար է, չնայած թեորեմը ճիշտ է նաև ոչ ինքնավար ընդհանուր դեպքում։ Ուրեմն x-ը պատկանում է RD-ին եւ v-ն էլ վեկտորական դաշտ է, եկեք որպեսզի պարզ լինի ամեն ինչ, ենթադրենք, որ ինքը ամենուրեք է որոշված։ C1 RD-ից RD։ Ուրեմն դիֆերենցիալ հավասարումների տեսության կարևորագույն արդյունքներից մեկը հետևյալն է։ Ուրեմն եթե մենք սահմանում ենք սկզբնական պայմանը, այսինքն եթե մենք տալիս ենք սկզբնական պայմանը, ուրեմն ցանկացած սկզբնական պայմանի համար կարող ենք որոշել լուծման գոյության մաքսիմալ միջակայքը։ Այսինքն գոյություն ունի ցանկացած x0-ի համար
գոյություն ունի t մինուս, որը բնականաբար կախված է x0-ից, որը փոքր է 0-ից, եւ t պլյուս, որը մեծ է 0-ից, եւ գոյություն ունի φ, որը որոշված է s միջակայքի վրա, t մինուս t պլյուսից r, rd, որը 1, 2, 1, 2 խնդրի մաքսիմալ լուծում է։ Խնդրի մաքսիմալ լուծում։ Ուրեմն ինչ է նշանակում մաքսիմալ լուծում, ինքը նշանակում է, որ երկու հավասարումներն էլ տեղի ունեն, այսինքն եթե ես արձանցում եմ φ-ին, ստանում եմ v-ն φ կետում, այսինքն φ կետով t-ն հավասար է v φ t-ի, եւ φ-ին 0 կետում հավասար է x0-ի։ Ինչ է նշանակում մաքսիմալ, այսինքն հիմնական բառը ստեղ մաքսիմալն էր։ Այդ նշանակում է, որ ես չեմ կարող այս լուծումը շարունակել t պլյուսից աջ կամ t մինուսից ձախ, այսինքն գոյություն չունի լուծում, որը որոշված է 0-ից մինչև ինչ-որ մի կետ, որը մեծ է t պլյուսից, կամ 0-ից մինչև ինչ-որ մի կետ, որը փոքր է t մինուսից։ Այդ տեսակ լուծումները կոչվում են մաքսիմալ, իրանց հնարավոր չի շարունակել։ Ուրեմն այս այդ թեորեմի առաջին մասն է։ Երկրորդ մասը ասում է հետևյալը, որ կամ t պլյուսը հավասար է պլյուս անսահմանության, միշտ կախվածություն կա x0-ից, ուղղակի ամեն անգամ չեն գրում կամ t մինուսը հավասար է մինուս անսահմանության, կամ եթե սա տեղի չունի, ապա լուծումը պարտավոր է ձգտել անսահմանության։ Ֆիտեի նորմը ձգտում է անսահմանության, երբ t-ն ձգտում է t պլյուս մինուսի, ուրեմն պլյուսի դեպքում ձախից, մինուսի դեպքում աջից։ Լավ, եկեք առանձին գրեմ, սենց լրիվ խառնվեց իրար։ Ուրեմն երբ t-ն ձգտում է t պլյուսին աջից, կամ t-ն ձգտում է t մինուսին ձախից։ Ուրեմն կամ մաքսիմալ լուծումը որոշված է ամեն տեղ, կամ տեղի ունենում պայթյուն, այսինքն նորմը ձգտում է անսահմանության։ Հիմա որն է այս երկրորդ մասի կարևորությունը։ Երկրորդ մասի կարևորությունն այն է, որ եթե ես ուզում եմ ապացուցել, որ մաքսիմալ լուծումը որոշված է ամեն տեղ, ինձ բավական է ցույց տալ, որ եթե լուծումը գոյություն ունի ինչ որ մի միջակայքի վրա, ապա ինքը սահմանափակ է։ Չի կարող ձգտել անսահմանության։ Այս է այս երկրորդ մասի կարևորությունը, որ լուծման գոյությունը ապացուցելու համար, այսինքն լուծման շարունակելու հնարավորությունը ապացուցելու համար, մենք միայն պետք է ստանանք լուծման ապրիոր գնահատական։ Այսինքն ցույց տանք, որ եթե լուծումը գոյություն ունի, ապա ինքը սահմանափակ է։ Մի քիչ պետք է մտածել սրա մասին, որովհետև մի քիչ պարզ չի, թե ոնց է աշխատում փաստարկը։ Մենք ուզում ենք ցույց տալ լուծման գոյություն, մենք ասում ենք դիցուք լուծումը գոյություն ունի, հետեւաբար ինքը սահմանափակ է։ Մենակ այդ փաստարկը հնարավոր բավարարական չի։ Պետք է ասել, որ կա այս թեորեմը, որ ասում է կամ լուծումը պայթում է կամ գնում է մինչև պլյուս անսահմանություն, որովհետեւ այդ փաստարկը բավարար լինի։ Շատ լավ, հիմա վերադառնանք մեր խնդրին։ Մենք ուզում ենք ապացուցել, որ եթե ուն սահմանափակ է ներքևից, ապա բոլոր լուծումները շարունակվում են մինչև պլյուս կամ մինչև պլյուս եւ մինչև մինուս անսահմանություն։ Դրա համար մենք ընդհանուր դեպքում ունենք ընդհանրապես մի բան։ Ընդհանուր դեպքում մենք ունենք էներգիայի պահպանման օրենքը։ Մենք ունենք սա։ Դե եկեք օգտագործենք։ Ուրեմն վերցնում ենք ցանկացած լուծում։ Դիցուք x-ն y-ն զույգը լուծում է ինչ որ մի AB միջակայքի վրա։ Սա բնականաբար ենթադրում եմ, որ
Լավ, եկեք լավ աբեի վրա, այսինքն ան փոքր է 0-ից, b-ն էլ մեծ է 0-ից։ Այդ դեպքում ես կարող եմ գրել էներգիայի պահպանման օրենքից, կարող եմ գրել, որ 1/2 y կետով t քառակուսին, հիշենք y կետով չէ, պարզապես y-t է, x-ն էլ y-t-ն, սրանք վեկտորներ են, ամեն մեկը, այսինքն s ինքը պատկանում է r4-ին։ X-ը R2-ից վեկտոր է, Y-ը ածանցալն է, L-ը R2-ից վեկտոր է։ Ուրեմն 1/2 Y-t քառակուսի գումարած ու հաշված X-t կետում S հավասար է սկզբնական էներգիային, եկեք անունը դրենք E, ինչ էր Y-ն, ինքը ուրեմն ստեղ ես ունեմ երկրորդ կարգի հավասարում, դրա համար պետք է տամ ոչ միայն սկզբնական դիրքը, այլև արագությունը։ Եկեք սկզբնական արագությունը շտկենք Y0-ով, ստացվի Y0 քառակուսի գումարած ու անգամ x0 ու հաշված x0 կետում։ Այսինքն x-տեն y-տեն x0 y0-ից դուրս եկող լուծումն է։ Ուրեմն x-ը 0 կետում հավասար է x0-ի, x-ի ածանցալը 0 կետում հավասար է y0-ի։ Ուրեմն սրա անունը մենք դրեցինք e, ու մենք ունենք էներգիայի պահպանման օրենքը, որը ասում է, որ ցանկացած t-ի համար AB միջակայքից տեղի ունի սա։ Հիմա եթե ուն ներքևից սահմանափակ է, ապա ստեղից մի անգամից ստանում ենք, որ ցանկացած t-ի համար y-t-ի նորմի քառակուսին ինքը փոքր կամ հավասար է 2 անգամ e հանած c։ Այսինքն ես արդեն ցույց տվեցի, որ y-t-ն մնում է սահմանափակ AB միջակայքի վրա։ Ինչ կարող ենք ասել x-t-ի համար։ X-t-ն այդ ինչ էր, այդ y-ի նախնականն էր։ Ինտեգրալ 0-ից t y-s ds։ Ստեղից մի անգամից ստանում եմ, որ x-t-ն փոքր կամ հավասար է, ուրեմն հատվածի երկարությունը, հիմա քանի որ ինտեգրում եմ 0-ից t, ընդ որում t-ն պատկանում է AB-ին, այդ ինտեգրման հատվածի երկարությունը չի կարող ավելի մեծ լինել, քան թե b հանած ան։ Ու ստեղ էլ կարող եմ գրել մաքսիմում y-s, երբ s-ը գտնվում է b-ի եւ a-ի արանքում։ Բայց սա էլ ես արդեն գիտեմ, որ ինքը ինչ-որ մի թվով սահմանափակ է։ Ուրեմն սա էլ է փոքր կամ հավասար ինչ-որ մի c աստղանշից։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե ես ունեմ ինչ-որ մի լուծում, ապա այդ լուծումը սահմանափակ է ինչ-որ թվով, որը կախված է միայն սկզբնական պայմանից։ Հետևաբար լուծումը կարելի է շարունակել մինչև պլյուս անսահմանություն եւ մինչև մինուս անսահմանություն։ Այսինքն ստեղ բնականաբար ես չէի կարող գրել y-տեն փոքր կամ հավասար է ինչ-որ մի c-ից, քանի որ ինքը անընդհատ ֆունկցիա է AB փակ միջակայքի վրա, հետևաբար ինքը սահմանափակ է։ Այս c-ն պետք է կախված լինի միայն սկզբնական պայմանից։ Այդ նկատի ունեմ ապրիոր գնահատական ասելով, այսինքն ինձ տրված է սկզբնական պայմանը, ես սկզբնական պայմանին նայելով գտնում եմ ինչ-որ մի թիվ ու ասում եմ, որ եթե լուծումը որոշված է AB-ի վրա, ապա ինքը փոքր է այդ թվից, որը կախված է միայն սկզբնական պայմանից։ Դե սրանով ապացույցն ավարտվում է։ Ես ցույց տվեցի, որ բոլոր լուծումները կարելի է շարունակել մինչև պլյուս անսահմանություն եւ մինչև մինուս անսահմանություն։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ։ Եթե չկան հարցեր, հիմա մենք մի օրինակ ուսումնասիրենք, որի համար կարողանանք լուծումները գտնել բացահայտ տեսքով, բայց ընդհանուր դեպքում կոպիտ ասած սրանից ավել բան չի կարելի ասել։ Այսինքն ավել բան ասելու համար պետք են լրացուցիչ հատկություններ պոտենցիալի մասին, որ հնարավոր լինի ինչ որ ուսումնասիրություններ անել։ Ուրեմն եկեք նայենք օրինակ։ Սա կոչվում է սֆերային ճոճանակ,
բայց իրականում նայում ենք սֆերային շրջանակի փոքր տատանումները, այսինքն օգուտ ասած վերցնում ենք լավ չլավ, չէ, կարողացի չի ուզում, վերցնում ենք սֆերան, ստեղ դնում ենք ինչ-որ գնդակ ու նայում ենք, թե ինքը ոնց է ձոչվում, ոնց է տատանվում, բայց այն ինչ որ կգրեմ հիմա ճիշտ է միայն փոքր տատանումների համար, ոնց որ մաթեմատիկական շրջանակի համար հավասարումը x2 կետով հավասար էր մինուս սինուս x, այս դեպքում է կարելի է գրել հավասարումը, բայց փոքր անկյունների դեպքում այդ հավասարումը կարելի է մոտարկել հետևյալ ձևով. x1 2 կետով հավասար է մինուս x1 և x2 2 կետով հավասար է մինուս x2։ Այսինքն իրականում ստացվեց երկու առանձին հավասարում, որը բնականաբար հեշտությամբ կարող ենք լուծել։ Ուրեմն ինչ է ստացվում, x1-ը, դե սկզբնական պայմանները մեզ անհրաժեշտ, x-ին 0 կետում հավասար է x-ի 0 և x-ի կետովը 0 կետում հավասար է y-ի 0։ Ուրեմն լուծումը բացահայտ կարելի է գրել, x1-ը կախված t-ից հավասար է ինչ-որ մի հաստատուն, որը կախված կլինի սկզբնական պայմանից, c1 կոսինուս t գումարած c2 սինուս t, y-ը, այսինքն ածանցյալը ստեղից արդեն միարժեք որոշում է, y1-ը t-ից կախված հավասար է մինուս c1 սինուս t և պլյուս c2 կոսինուս t, և նույն ձևով x2-ը, արդեն ուրիշ հաստատումներ կլեն, x2-ը t-ից կախված հավասար է c3 կոսինուս t գումարած c4 սինուս t և y2-ը Եկե մի քիչ այստեղ կոսինուս էր, սինուս t էր և y2-ը t պահին մինուս c2 չէ c3 սինուս t գումարած c4 կոսինուս t։ Ուրեմն ինչ կարող ենք ասել այս հետագծերի մասին։ Նախ ունենք էներգիայի պահպանման օրենքը, որը այս դեպքում ստանում է հետևյալ տեսքը. 1/2 x1 քառակուսի գումարած y1 քառակուսի գումարած x2 քառակուսի գումարած y2 քառակուսի, այստեղ պոտենցիալ էներգիա բնականաբար հավասար էր x-ը ու x-ը հավասար էր 1/2 x1 քառակուսի գումարած x2 քառակուսի։ Հեշտությամբ հաշվենք, որ սա է պոտենցիալը, ստանում ենք E։ Այսինքն բոլոր հետագծերը ընկած են քառաչափ տարածության մեջ, երկու քառակուսի արմատ 2E, ուրեմն հետագծերը ընկած են քառակուսի արմատ 2E շարավղով սֆերայի վրա։ Հիմա հարց է ծագում, իսկ կարող է ավելի մանրամասն մի քիչ ավելի ասենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս հետագծերը։ Ուրեմն եկեք մի լեմ ապացուցենք, որը ցույց է տալիս, որ սրանք բոլոր հետագծերը իրականում շրջանագծեր են, ընդ որում իրանց կարելի է ստանալ վերցնելով քառաչափ տարածության մեջ սֆերայի հատույթները երկչափ հարթություններով։ Ուրեմն ավելի ճշգրիտ ձևով կարող ենք ասել հետևյալը. գոյություն ունեն AB վեկտորներ քառաչափ տարածության մեջ, որոնք ուղղայաց են միմյանց, որոնց երկարությունը հավասար է 1-ի,
Իրականում այս երկրորդ պայմանը անհրաժեշտ չի, պարզապես ապացույցի մեջ կօգտագործվի։ Այնպես որ ֆազային կորը, այսինքն ցանկացած ֆազային կորի համար գոյություն ունեն AB վեկտորներ, այնպես որ ֆազային կորը համընկնում է հետևյալ բազմության հետ։ Ուրեմն վերցնում եմ բոլոր x կետերը R4-ից, ուրեմն x-ը հենց այս 4 կոորդինատներով կետն է։ Եկեք ստեղ նշանակումներ ունեցեմ, x-ը հետ x1, y1, x2, y2 կետն է։ Ուրեմն բոլոր x-երը R4-ից, որոնց երկարությունը քառակուսի արմատ 2e է, սա արդեն գիտենք, բոլորը գտնվում են սֆերայի վրա, եւ սկալար արտադրյալը i եւ b-ի հետ հավասար է 0-ի։ Ուրեմն մի հատ նորից հասկանանք ինչ է ասում լեմմա։ Ես ունեմ 4 չափանի տարածության մեծ R4-ում կոր, որը ընկած է սֆերայի վրա։ Ուրեմն քառակուսի արմատ 2e շարժողով սֆերայի վրա է ընկած։ Լեմմա ասում է հետևյալը, որ իրականում ես բացայի ձևով կարող եմ նկարագրեմ այս կորը հետևյալ ձևով։ Ես կարող եմ գտնել երկու ուղղայաց վեկտորներ, տնենք մեկ երկարությամբ, որպեսզի ապացուցում այդ կերևա, որտեղից են գալիս։ Նենց որ այս կորը, որը տրված էր այս բանաձևերով, իրականում համընկնում է սֆերայի եւ այս երկու վեկտորներով որոշված, եթե քառաչափ տարածության մեջ ես ասում եմ նայում եմ այն կետերը, որոնք ուղղայաց են երկու վեկտորների, ապա ստանում եմ երկչափ հարթություն։ Ճիշտ է, 4 կոորդինատ ունենք, երկու կոորդինատը ստեղից դուրս են գալիս, մնում է երկու կոորդինատ, այսինքն այն ինչ որ ստացվում է երկչափ է ու վեկտորներին ուղղայաց բազմությունն էլ կլինի հարթություն։ Այսինքն ֆազային կորը համընկնում է քառաչափ տարածության մեջ, այսինքն եռաչափ սֆերայի եւ երկչափ հարթության հատման հետ։ Հիմա ապացույց իրականում շատ բարձր է ապացույց, ուղղակի պետք է բանաձևերը ճիշտ ձևով գրել։ Այս բանին, որ նայում ենք, այս երկու բանաձևին, որ նայում ենք, տեսնում ենք հետևյալը, որ x1, x2, x3, x1, y1, x1, y1, x1, y1, x2, y2 վեկտորը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ուրեմն c1, c2, այս գործակիցներն են, c2 մինուս c1 եւ նույն բանը x2-ի համար c3 c4 եւ c4 մինուս c3։ Ուրեմն սա ինչով պետք է բազմապատկեմ, պետք է բազմապատկեմ կոսինուս t եւ սինուս t սյունյակով։ Որտեղ եթե անում եմ բազմապատկումը, ստանում եմ x1 հավասար է c1 կոսինուս t, c2 սինուս t, y1 հավասար է c2 կոսինուս t, ոնց որ ստեղ էր, c2 կոսինուս t եւ մինուս c1 սինուս t, ոնց որ ստեղ էր, մինուս c1 սինուս t։ Ուրեմն ինչ եմ նկատում, նկատում եմ, որ ստեղ ունեմ ես երկու վեկտոր, ընդ որում իրանք ուղղայաց են միմյանց։ Ուրեմն ես նայում եմ այն դեպքը, երբ հետագծերից ոչ մեկը 0 չի, այսինքն այս C1-ը եւ C2-ը միաժամանակ 0 դնել չեն կարող,
9-ը և C3-ը C4-ը միաժամանակ 0 չեն, ստանում եմ երկու ոչ զրոյական վեկտոր, որոնք ուղղայաց են միմյանց։ Որտեղ եթե վերցնեմ սկալար արտադրյալը, C1, C2, մինուս C2, C1, C3, C4, մինուս C4, C3։ Այսինքն ես նույնիսկ կարիք չունեմ ենթադրելու, որ իրանք երկուսն էլ 0 չեն, բավական է, որ իրանցից մեկը 0 չլինի։ Ենթադրում եմ, որ այս երկու վեկտորները 0 չեն, այսինքն լուծումներից գոնե մեկը 0 չի։ Ուրեմն ես ունեմ երկու վեկտոր, որոնք ուղղայաց են միմյանց քառաչափ տարածության մեջ։ Սրանցով ծնված հարթությունը երկչափ է, տարածությունը երկչափ է, հետեւաբար գոյություն ունեն AB վեկտորներ։ Եթե այս մի վեկտորի անունը դնեմ, չգիտեմ, ասենք ու այս մյուսի անունը դնեմ V, ուրեմն գոյություն ունեն AB վեկտորներ քառաչափ տարածության մեջ, որոնք ուղղայաց են միմյանց եւ որոնց երկարությունը հավասար է 1-ի, ու իրանք ուղղայաց են այս ու եւ V վեկտորներին։ A-ուն հավասար է AV, հավասար է BU, հավասար է BV, հավասար է 0-ի։ Այսինքն քառաչափ տարածության մեջ ես վերցնում եմ այս երկու վեկտորներով ծնված հարթության օրթոգոնալ լրացումը։ Այդ օրթոգոնալ լրացման մեջ ես կարող եմ ընտրել օրթոնորմալ բազիս, որը ես նշանակում եմ AB-ով։ Այդ դեպքում այն ինչ որ գրված է ստեղ, ես կարող եմ գրել հետևյալ ձևով, որ այս վեկտորը, իր անուն դնեմ x, ինքը հավասար է այս երկու վեկտորները ուն գրված որպես սյունյակ, v-ն գրված որպես սյունյակ, որոնց ես ավելացնում եմ a եւ b վեկտորները, այսինքն ես ստեղ ստացա 4-ը 4-ի վրա մատրից, որը ես բազմապատկում եմ առաջի երկուսը կոսինուս t, սինուս t, ստեղ էլ վերցնում եմ 0, 0։ Այսինքն, ինչ է ստեղից հետևում, ես ստեղ ունեմ շրջանագիծ, կոսինուս t, սինուս t 0, 0, շրջանագիծ է քառաչափ տարածության մեջ, որի վրա ես կիրառում եմ այս մատրիցը։ Ստեղ իհարկե եկեք մի բան ենթադրենք, որ քանի որ բոլոր հետագծերը մի վարքյան բոլոր հետագծերը մեկը մյուսից ստացվում է ինչ-որ մի թվով բազմապատկելիս, ճիշտ է, այսինքն եթե այս հետագծերը բաժանեմ, ասեմ ինչ եմ ուզում անեմ, ուզում եմ ենթադրեմ, որ այս ուն և v-ն էլ են միավոր վեկտորներ, այս ուն և v-ն օրթոգոնալ են, ես ուզում եմ ենթադրել, որ իրանք էլ են միավոր վեկտորներ, հակառակ դեպքում մի քիչ այս բանը սխալ կլինի, ան և v-ն, ես ուզում եմ ասել, որ այս ինչ որ ստացվել է օրթոգոնալ մատրից է, բայց հիմա տեսա, որ եթե ուն և v-ն միավոր չեն, այս օրթոգոնալ չի լինի, բայց ստեղ սարսափելի բան չկա, եթե ուն և v-ն միավոր վեկտորներ են, ես ան և v-ն ընտրում եմ միավոր նույնպես, եթե ուն և v-ն միավոր չեն, իրանց երկարությունը նույնն է, a և b-ի երկարությունն էլ ես ընտրում եմ նույնը, ինչ որ ուն և v-ն է։ Այսինքն եկեք բարձրացնելու համար ենթադրենք, որ այս երկու վեկտորները, այսինքն իրանցից մեկը, որտեղ մյուսը նույն երկարությունն ունի, երկարությունը հավասար է 1-ի, այդ դեպքում կարող եմ ընտրել a և b, էլի մեկ երկարություն ունեցող, եւ որոնք օրթոգոնալ են միմյանց, եւ օրթոգոնալ են նաեւ ուն եւ v-ին։ Այդ դեպքում այս մատրիցը կլինի օրթոգոնալ։ Այսինքն ես ունեմ շրջանագիծ, հետագիծը ներկայացվում է որպես այս շրջանագծի պատկեր, ինչ որ օրթոգոնալ ձևափոխությամբ։ Այդ շրջանագծի պատկերը օրթոգոնալ ձևափոխությամբ նույնպես շրջանագիծ է։ Ու բացի դրանից,
այն ինչ որ ստեղ գրված է, ցույց է տալիս, որ ստացել եմ հենց այս բազմությունը։ Ա, Չգիտեմ, համոզեցի թե չէ, բայց եթե նույնիսկ չհամոզեցի, ապա ամեն ինչ ստեղ գրված է։ Մի քիչ պետք է ը, այսինքն իրականում ստեղ ամեն ինչ գրված է։ Ես վերցնում եմ այս օրթոգոնալ ձևափոխությունը, կիրառում եմ սրա վրա։ Այս տեսքից հետևում է, որ եթե ես վերցնում եմ պատկերի սկալար արտերելը i եւ b-ի հետ, ապա ստանում եմ 0։ Պարզապես գրում ենք x հավասար է կոսինուս t անգամ u վեկտորը գումարած սինուս t անգամ v վեկտորը եւ գումարած a-ն եւ b-ն բազմապատկվում են 0-ով։ Հիմա եթե ես x-ը բազմապատկում եմ i-ով, ստանում եմ 0, x-ը բազմապատկում եմ b-ով, ստանում եմ 0։ Շատ լավ։ Ուրեմն ստացանք, որ բոլոր հետագծերը շրջանագծեր են, ընդ որում այդ շրջանագծերը ստացվում են եռաչափ սֆերայի, քառաչափ տարածության մեջ գտնվող եռաչափ սֆերայի եւ երկչափ հարթությունների հատման արդյունքում։ Հիմա ստեղից եւս մի բան է հետևում։ Ուրեմն հետևանք։ Ուրեմն մինչև հիմա մենք խոսում էինք բաների մասին, հետագծերի մասին։ Հետագծերը ապրում են ֆազային տարածության մեջ։ Մենք կարող ենք խոսել նաև ուղեծրերի մասին, ինչ է ուղեծիրը, դրա այդ պրոյեկցիան է հետագծերի կոնֆիգուրացիոն տարածության մեջ։ Այսինքն, եթե մեր լուծումը x-t x1, y1, x2, y2-ն է, ապա ուղեծիրը կլինի միայն x1-ը եւ x2-ը։ Հիմա հետևանքը ասում է հետևյալը, ուրեմն սֆերային ճոճանակի ուղեծրերը կամ էլիպս են, կամ հատված։ Սֆերային ճոճանակի ուղեծրերը կամ էլիպս են, կամ հատված։ Այսինքն, եթե ես վերցնում եմ իմ ֆազային կորը, որը շրջանագիծ է, պրոյեկտում եմ երկչափ տարածության մեջ, ապա ստանում եմ կամ հատված, կամ էլիպս։ Ուրեմն ես կարելի է ուղղակի ընդհանուր թեորեմ է այդ, որ շրջանագծի պրոյեկցիան, այսինքն շրջանագծի ձևափոխությունը գծային արտապատկերմամբ կարող է տալ միայն կամ հատված կամ էլիպս։ Բայց եկեք փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն ես ունեի այս լուծման բացահայտ տեսքը, սա էր, ինձ հետաքրքրում է սա եւ սա։ Ուրեմն ես էլ կարող եմ գրել հետևյալ ձևով, եկեք օրինակ x1-ը մի քիչ ձևափոխենք։ x1-ը կախված t-ից հավասար է։ Ես ունեի գործակիցներ c1 եւ c2, եկեք քառակուսի արմատ c1 c2-ը անեմ ընդհանուր։ c1 գումարած c2 քառակուսին անեմ ընդհանուր։ Ստեղ կմնա c1 բաժանած քառակուսի արմատ c1 քառակուսի գումարած c2 քառակուսի կոսինուս t եւ գումարած c2-ը բաժանած էլի նույն բանի վրա c1 քառակուսի գումարած c2 քառակուսի սինուս t։ Հիմա եթե ես սրա անունը դնեմ կոսինուս phi,
ապա ֆին ճիշտ ընտրելու դեպքում ես սա կարող եմ ներկայացնել որպես մինուս սինուս ֆի։ Ստեղ ինչ որ մի թիվ է, որը գտնվում է 1-ի և մինուս 1-ի արանքում։ Ստեղ մի հատ ուրիշ թիվ է, որը էլի 1-ի մինուս 1-ի, հենց որ քառակուսիների գումարը հավասար է 1-ի։ Միշտ կարող եմ ընտրել ֆի անկյուն, այնպես որ այս առաջի թիվը լինի կոսինուս ֆի, երկրորդ թիվը լինի մինուս սինուս ֆի։ Ստեղից ինչ ենք ստանում։ Ստեղից ստանում ենք, որ այս ամեն ինչը հավասար է քառակուսի արմատ C1 քառակուսի գումարած C2 քառակուսի։ Եկեք անուն դնեմ ֆի 1, որտեղ ֆի 2 էլ է լինելու մյուսի համար։ Ուստեղ կլինի կոսինուս T գումարած ֆի 1։ Նույն ձևով x2-ն կարող եմ ներկայացնել որպես քառակուսի արմատ C1 քառակուսի գումարած C2 քառակուսի, ու ստեղ էլ կլինի կոսինուս T գումարած ֆի 2։ Այսինքն ուղեծիրը ներկայացվում է ինչ որ մի հատ հաստատուն անգամ կոսինուսի տեղափոխություն, այսինքն կոսինուս ֆունկցիա, որը հաշված է T գումարած ֆի 1 կետում 1-ի համար, T գումարած ֆի 2 կետում մյուսի համար։ Կամ կարող եմ այդ նույն բանը ուրիշ ձևով ասել, որ եթե ես x1-ը և x2-ը բաժանում եմ այս սրանցով, ապա ստանում եմ հետևյալը. x1t և x2t վեկտորը հավասար է, չէ, s1-ը x2-ը չէ, պետք է բաժանեմ, ասեցի, բայց չբաժանեցի։ x1t-ն բաժանած քառակուսի արմատ C1 քառակուսի գումարած C2 քառակուսի և նույն բան անում եմ x2-ի հետ, քառակուսի արմատ C3 քառակուսի գումարած C4 քառակուսի, այս վեկտորը ես կարող եմ ներկայացնել հետևյալ ձևով։ Եկեք վերադառնանք սրան, այս երևի իզուր ես տեսքը գրեցի, եկեք վերադառնանք սրան։ Ես կարող եմ գրել ուրեմն սա կոսինուս ֆի 1 մինուս սինուս ֆի 1 և նույն բանը երկրորդի համար կոսինուս ֆի 2 մինուս սինուս ֆի 2 ու այս ամեն ինչը կիրառած կոսինուս T սինուս T վեկտորի վրա։ Հիմա եկեք այս մատրիցը նշանակենք ֆիով ու ենթադրենք, որ ֆին դարձել է, այսինքն դետերմինանտը հավասար չի 0-ի։ Եթե դետերմինանտը հավասար չի 0-ի, ես կարող եմ բազմապատկել այս հավասարությունը հակադարձով ու կստանամ, որ կոսինուս T սինուս T-ն հավասար է ֆի մինուս 1 և այս ամեն ինչը։ Եկեք սրա անուն դնեմ x1 գծիկով, ինչ որ մի բան է, հայմատական է կորդինատին, չէ, x2 գծիկով, որ ամեն անգամ չգրեմ, կստացվի x1 գից x2 գից, ու ստեղից էլ հետևում է, քանի որ այս ձախ մասում ես ունեմ վեկտոր, որի երկարությունը հավասար է 1-ի, որ ֆի մինուս 1 այս x1 գից x2 գից, սրա երկարությունը, երկարության քառակուսին հավասար է 1-ի։ Այսինքն ես ունեմ քառակուսային ձև x1-ից x2-ից ու նայում եմ այն կետերը, պարզորոշ ստացվում են բոլոր հնարավոր կետերը, որոնց նորմի քառակուսին հավասար է 1-ի։ Սա էլ հենց էլիպսն է։ Ուրեմն եթե ես հարթության վրա ունեմ քառակուսային ձև, այսինքն A x1 քառակուսի գումարած 2b x1 x2 գումարած c x2 քառակուսի հավասար է 1-ի, ընդ որում ենթադրում եմ, որ այս քառակուսային ձևը դրական որոշված է, ապա սա հենց էլիպսն է։
Ուրեմն այն դեպքում, երբ այս մատրիցը չի վերասերվում, այսինքն դետերմինանտը 0 չի, այսինքն գոյություն ունի հակադարձ, ես ցույց տվեցի, որ հետագծերը բնութագրվում են այս բանով։ Այսինքն ես ունեմ գծային արտապատկերում մի ուրիշ գծային արտապատկերում x1-ը բաժանել եմ սրա վրա, x2-ը բաժանել եմ սրա վրա, այսինքն այդ երկու գծային արտապատկերումների համադրույթը կիրառած x1 x2-ի վրա քառակուսին հավասար է 1-ի։ Հիմա sense մի հարց, էլիպսի մասին ինչ որ բան պետք է հիշեցնել, թե բոլորը ծանոթ եք։ Այսինքն ինչ է էլիպսը ընդհանրապես հարթության վրա, այն որ եթե ես ունեմ քառակուսային ձև ու նայում եմ դրական որոշված քառակուսային ձև ու նայում եմ այս հավասարումը, որ ես որոշում է էլիպս։ Չգիտեմ, կարող է պետք է մի փոքր հիշեցնել այդ մասին։ Լավ, ուրեմն այս բանը ենթադրենք, որ սա էլիպս էր։ Ուրեմն այն դեպքում, երբ ֆին չի վերասերվում, ես ցույց տվեցի, որ հետագծերը, այսինքն ուղեծրերը էլիպսներ են։ Հիմա երբ ֆին վերասերվում է, այսինքն ինչ է նշանակում։ Նշանակում է դետերմինանտ հավասար է 0-ի։ Այս ինչ է նշանակում։ Նշանակում է կոսինուս ֆի 1 մինուս սինուս ֆի 2 և գումարած կոսինուս ֆի 2 սինուս ֆի 1 հավասար է 0-ի, կամ այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ սինուս ֆի 1 հանած ֆի 2 հավասար է 0-ի։ Հիմա այս ֆի 1 ֆի 2-ի մասին ես առանձնապես շատ բան չասացի, բայց պարզապես ես իրենց կարող եմ ընտրել, երկուսն էլ կարող եմ ընտրել 0-2-ի միջակայքում։ Սինուս և կոսինուս պարբերականը ես միշտ կարող եմ ենթադրել, որ սրանք գտնում են 0-2-ի, որում 0-ն մտնում է, 2-ին չի մտնում։ Հիմա ստեղ ստացա ֆի 1 հանած ֆի 2-ը հավասար է, սինուս ֆի 1 հանած ֆի 2-ը հավասար է 0-ի, նշանակում է ֆի 1 հանած ֆի 2-ը ֆի 1 հանած ֆի 2-ը պետք է պատկանի պի անգամ z, պի անգամ z-ին, պի անգամ ամբողջ թիվ, բայց քանի որ սրանք երկուսն էլ գտնում են 0-2-ի միջակայքում, ես ունեմ ընդամենը 3 տարբերակ։ Սրանց հետո եմ, որ ֆի 1 հանած ֆի 2-ը պետք է լինի կամ մինուս պի, կամ 0 կամ պի։ Քանի որ ենթադրել եմ, որ ֆի 1 ֆի 2-ը 0-ից 2 պիում են։ Ֆի 1 ֆի 2-ը պատկանում են 0-ից 2 պի միջակայքին։ Այսինքն ինչ եմ ստանում։ Ստանում եմ, որ կամ ուրեմն այս ներկայացումն ունեինք ինչ որ թիվ անգամ կոսինուս t գումարած ֆի 1 և կոսինուս t գումարած ֆի 2։ Այսինքն կամ սրանց ֆազաները տարբերվում են պիով միմյանցից, կամ իրանք պարզապես նույնն են։ Այդ դեպքում ես ստանում եմ, որ x1 գծիկով x2 գծիկովը հավասար է ինչ որ վերասերվող մատրից անգամ կոսինուս t1 t2։ Այսինքն ինչ ստացա, ստացանք, որ x1 գծիկով x2 գծիկովը հավասար է ինչ որ մի վերասերվող մատրից կիրառած կոսինուս t սինուս t-ի վրա։ Բայց եթե մատրիցը վերասերվող է, ապա ես կարող եմ գտնել ինչ որ մի վեկտոր, ասենք ալֆա բետա, հենց որ եթե կիրառեմ ֆի-ի վրա կստացվի 0։ Որովհետև եթե ֆին վերասերվում է, նշանակում է ֆի տողերը գծայնորեն կախված են։ Տողերը, եթե սյուները ստեղ սյունյակները գծայնորեն կախված են, այսինքն ես կարող եմ գտնել ալֆա բետա վեկտոր, հենց որ եթե բազմապատկեմ ֆի-ով կստացվի 0։ Այսինքն ստեղից ստանում եմ, որ այս ալֆա բետան եթե բազմապատկում եմ x1 x2-ով, էլի ստացվում է 0։ Ալֆա
x1 գծիկով գումարած բետա x2 գծիկով հավասար է 0-ի։ Այսինքն մի կողմից ես ունեմ x1, x2-ը, որոնք սահմանափակ են, մյուս կողմից գտնվում են միևնույն ուղի վրա։ Այսինքն ստանում ենք հատված։ Ուրեմն երկու դեպք ներկայացնում ենք x1 և x2-ը այս տեսքով, ամպլիտուդ անգամ կոսինուս t գումարած ֆազ, նույնը x2-ի համար։ Այդ դեպքում, եթե բաժանում ենք այս ամպլիտուդների վրա, ստանում ենք ինչ-որ մի մատրից, անգամ կոսինուս t սինուս t։ Հիմա հնարավոր է երկու դեպք, կամ այս մատրիցը վերասերվում է, այդ դեպքում ուղղացիրը չի վերասերվում, այդ դեպքում ուղղացիրը էլիպս է, կամ մատրիցը վերասերվում է, այսինքն այս ֆազերը տարբերվում են p-ով կամ համընկնում են, այդ դեպքում ուղղացիրը ստացվում է հատված։ Շատ լավ, մենք դեռ մի քիչ ժամանակ ունենք, եկեք զրուցենք մի քիչ էլիպսների մասին, որտեղ հետո էլի է պետք լինելու։ Ուրեմն ստեղ էլիպսը մենք բնութագրեցինք որպես հարթության վրա x1, x2 կետերի բազմություն, որոնք բավարարում են այս հավասարմանը, որտեղ այս քառակուսային ձևը դրական է որոշված, այսինքն ինքը միշտ դրական է, բացառությամբ այն դեպքից, երբ երկուսն էլ 0 են, x1-ը, x2-ը 0 են։ Մենք ասենք, որ այս էլիպսն է։ Այսինքն հարթության վրա էլիպսը կարելի է տալ այս ձևով։ Հիմա մի հատ հիշենք, թե ոնց էինք մենք սահմանում էլիպսը։ Էլիպս ասելով նկատի ունենք հետևյալը, հարթության վրա վերցնում ենք երկու կետ, ու եկեք առանցքները ընտրենք նենց, որ երկու կետերը ունենան մինուս c և c կորդինատները x-երի առանցքի վրա։ Ասենք, եկեք xy գրեմ, xy։ Ու վերցնում ենք մի a թիվ, որը c-ից փոքր չի։ Այսինքն կարող է c-ին հավասար լինի, բայց այդ դեպքում վերասերվում է։ Ուրեմն նայում ենք այն xy կետերը, նայում ենք այն p կետերը, xy կորդինատներով։ Որոնց հեռավորությունների գումարը մինչև այս երկու կետերը հավասար է 2i։ Ուրեմն եթե սրա անուն դնեմ, այս մի կետի անուն դնեմ, ասենք c մինուս, սրա անուն դնեմ c պլյուս, ապա ես ուզում եմ, որ p c մինուս գումարած p c պլյուսը հավասար լինի 2i։ Պարզե, որ եթե a-ն հավասար լինի c-ի, ապա ես կստանամ այս հատվածը։ Քանի որ մի խոսքով կստանամ այս հատվածը։ Հիմա եթե այս հավասարումները գրենք, այսինքն p-ն ունի xy կորդինատները, c մինուսի ունի 0 մինուս c, c պլյուս ունի 0 պլյուս c կորդինատներ, այս ամեն ինչը գրենք, մի քիչ ձևափոխենք, բանանենք, կստանանք հետևյալը։ Կստանանք x քառակուսի բաժանած a քառակուսի, գումարած y քառակուսի բաժանած b քառակուսի հավասար է 1-ի։ Ընդ որում b քառակուսին կամ b-ն այդ քառակուսի արմատ a քառակուսի հանած c քառակուսին էր։ Եկեք նորից նկարեմ։ Ստեղ եթե ընտրել ենք c-ն և մինուս c-ն, ընտրել ենք ինչ-որ a, էլիպսը կունենա մոտարապես այս տեսքը, ինչը կլինի b-ն, b-ն հավասար է քառակուսի արմատ a քառակուսի հանած c քառակուսի, ընդ որում ես գիտեմ, որ այս հեռավորությունը պետք է հավասար լինի a-ի, սա a հեռավորությունն է, որովհետև ես նայում եմ mp կետերը, որոնց հեռավորությունը մինուս c-ից և c-ից գումարը հավասար է 2i, քանի որ ստեղ ամեն ինչ սիմետրիկ է, այս կետի համար, այս սրա համար ամեն ինչ սիմետրիկ է, այս հեռավորությունը պետք է հավասար լինի a-ի։ Հետևաբար b-ն կլինի այս մյուսը։ Ուրեմն a-ն և b-ն կոչվում են էլիպսի կիսաառանցքներ։
էլիպսի կիսաառանցքներ, առանցքներ, առանցքներ։ Ա, Ուրեմն եւս մի պարամետր կա, այդ E պարամետրն է, որը հավասար է C-ն բաժանած I-ի, այսինքն այս հեռավորությունը բաժանած ուրեմն ան մեծ կիսաառանցքն է, B-ն փոքր կիսաառանցքն է, հիմա C-ն բաժանած I-ի ինչ է ստացվում, ստացվում է բնականաբար այս անկյան կոսինուսը, սրան դնենք ալֆա, այս հավասար է կոսինուս ալֆա, ու սրան ասում են էլիպսի ապակենտրոնացումը, ապակենտրոնացում կամ էքցենտրիսիտետ։ Ուրեմն հետագայում մենք ինչքան հետագայում մեզ իրականում էլիպսը ավելի շատ պետք կլինի բևեռային կոորդինատներում, բայց բևեռային կոորդինատները ոչ թե այս սրա նկատմամբ, այլ այս երկու կետերից մեկի նկատմամբ։ Ուրեմն սրանք կոչվում են C- եւ C++ կոչվում են էլիպսի կիզակետեր, կամ ֆոկուսներ, C++ էլիպսի կիզակետեր։ Ստեղ չասացի, մի րոպե մի հատ վերադառնանք նախորդ բանին։ Ուրեմն ստեղ մենք գրել էինք այս տեսքով։ Պարզի որ այն ինչ որ գրված է ստեղ, սրա մասնավոր դեպքն է, երբ b-ն հավասար է 0-ի։ Բնականաբար այս ABC-ն նույն ABC-երը չեն, այս ուրիշ են, եկեք մի հատ մի բան դնեմ A-գից, B-գից, C-գից։ Այս նույն ABC-ն չէ, ինչ որ ստեղ է։ Ուրեմն որն է սրանց կապը։ Կապը այն է, որ ցանկացած քառակուսային ձև կարելի է բերել այս տեսքի x քառակուսի բաժանած a քառակուսի գումարած y քառակուսի բաժանած b քառակուսի անգամ ինչ որ մի թիվ։ Պարզապես եթե ունեմ կոորդինատներ x1, x2, դե այս դեպքում երկչափ դեպքում շատ հեշտ է ինչ որ ասում եմ, այսինքն պետք է պարզապես վերցնել այս կոորդինատական առանցքները, շրջել ինչ որ մի φ անկյամբ, այդ դեպքում այս անդամը կարելի է վերացնել։ Եկեք սրա մասին ես մանրամասն չասեմ, այս ընդհանուր թեորեմ է գծային հանրաշվում, որ ասում է ցանկացած դրական որոշված կամ ընդհանրապես ցանկացած քառակուսային սիմետրիկ քառակուսային ձև, ցանկացած քառակուսային ձև կարելի է բերել անկյունագծային տեսքի, այսինքն կարելի է կոորդինատները ընտրել նենց, որ բոլոր խառը անդամները վերանան։ Ընդհանուր թեորեմ, բայց այս կոնկրետ երկչափ դեպքում շատ հեշտ է ապահովել, պարզապես պետք է վերցնել պտույտ 0-ի շուրջ, ինչ որ մի φ անկյամբ, կոորդինատների առանցքները պտտել, տեղադրել այս հավասարման մեջ ու պահանջել, որ խառը անդամը վերանա։ Շատ լավ է, ուրեմն էլիպսի մասին բևեռային դեկարտյան կոորդինատներում, հիմա էլիպսը կարելի է ներկայացնել նաև բևեռային կոորդինատներում, ընդ որում բնականաբար կարելի է վերցնել բևեռային կոորդինատներ սրա նկատմամբ, օ-ի նկատմամբ, բայց մեզ համար ավելի օգտակար է սա հետագայի համար ու նաև տեսք հաստատում է ավելի պարզ։ Մի հատ նորից նկարենք այս բանը։ Այս երկրորդ առանցքը իզուր նկարեցի, դա պետք չի։ Նայում ենք էլիպսը, որի կիզակետերից մեկը սա է, այս մյուսը թող լինի սա, ու նայում ենք բևեռային կոորդինատներ, ասենք այս h կիզակետի նկատմամբ, թող սա լինի φ անկյունը, այս էլ կլինի r-ը։ Ուրեմն այս երկուսի միջև հեռավորությունը ես արդեն գիտեմ ինչ է, ինքը 2c է, 2c։ Այդ դեպքում եթե ես գրեմ այս նույն հավասարումը, սա, բայց արդեն օգտագործելով բևեռային կոորդինատները,
Ուրեմն մինչև առաջի կիզակետ հեռավորությունը հեշտ է հաշվել, է տերն է։ Մինչև երկրորդ կիզակետ հաշվելու համար, ուրեմն այս կարմիր հատվածի երկարությունը կլինի r սինուս φ, r սինուս φ, բարձրացնում եմ քառակուսի, գումարած այս կապույտ հատվածի երկարությունը կլինի r կոսինուս φ և գումարած 2c սրա քառակուսի, այս ամեն ինչը 1/2, այս կլինի հեռավորությունը մինչև c մինուս կիզակետը, այսինքն այս կստացվի p c պլյուսի հեռավորությունը, սա կստացվի p c մինուս հեռավորությունը, ու սա պետք է հավասար լինի 2i։ Ուրեմն տանենք r-ը մյուս կողմ բարձրացնենք քառակուսի, կստացվի r քառակուսի սինուս քառակուսի φ գումարած r քառակուսի կոսինուս քառակուսի φ գումարած 4rc, այս անդամն եմ գրում, 4rc կոսինուս φ և գումարած 4c քառակուսի հավասար է։ Ուրեմն աջ մասում կստացվի 4a քառակուսի գումարած 4, չէ, հանած 4ar, հանած 4ar և գումարած r քառակուսի։ Ուրեմն ստեղ մի շարք բաներ կրճատվում են։ Ուրեմն սա r քառակուսին է, սրա հետ կրճատվում է, ու նաև 4-ով կարող եմ կրճատել ու փորձենք այս ստացված հավասարումից գտնենք r-ը։ Ուրեմն տանենք այս ամենի ձախ մաս կստացվի r անգամ a գումարած c կոսինուս φ։ Չունեի այս անդամը և սա, որ տանում եմ աջ մաս, ստացվում է r a և c կոսինուս φ, այս մյուսը տանում եմ ձախ մաս, ստացվում է a քառակուսի հանած c քառակուսի, որը հենց b-ն է։ Ստեղից ինչ եմ ստանում, ստանում եմ, որ r-ը հավասար է b քառակուսին բաժանած a գումարած c կոսինուս φ։ Հիմա ստեղ մի բան էլ անենք, բաժանենք a-ի վրա, համարիչը և հայտարարը, r հավասար է b քառակուսին բաժանած a, ստացվի 1 գումարած e կոսինուս φ։ Հիշեցնեմ, որ e-ն ապակենտրոնացումն էր, սա էր e-ն։ Ուրեմն այս b քառակուսի բաժանած a-ն ունի շատ պարզ իմաստ, այդ սա է։ Կիզակետից բարձրացնում ենք ուղղայաց ու տանում ենք մինչև հատումը էլիպսի հետ, այն ինչ որ ստացվում է դրա անուն դնում ենք p, այսինքն p-ն հավասար է b քառակուսի բաժանած a-ի։ Թողնում եմ ձեզ ինքնուրույն հաշվելու համար, որ իրոք ստացվում է այս p-ն, այսինքն էլիպսի հավասարում բևեռային կոորդինատներում ստացվում է p-ն բաժանած 1 գումարած e կոսինուս φ։ Շատ լավ, այս էր էլիպսի մասին։ Արդյոք հարցեր կան մինչև այս պահը։ Շատ լավ, եթե հարցեր չկան, կարծում եմ այսօր սրանով սահմանափակվենք, որտեղ այս էր ինչ, այսինքն կարող ենք մի քիչ շարունակել, բայց նոր թեմա է, պոտենցիալ ուժային դաշտերը, եկեք թողնենք հաջորդ անգամվա համար։ Դե ուրեմն եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ստեսություն բոլորին, կհանդիպենք մյուս
Կիրակի։